քննարկվում է հարց, որտեղ որ արտոնություն են տալիս, քննարկվում է հարց, որտեղ որ գումարը պակասում կամ ավելանում է։ Իսկ քաղաքային իշխանությունը չունի որդեգրած քաղաքականություն, որ ասենք թե իրենք չունեն հաշվարկ, որ 10 դրամ պակասվում է, 10 դրամի փոխարեն մանկապարտեզները չսարքվելու գումարը ուր է գնում օրինակի համար։ Եթե իրանք պակասացնում են կամ արտոնություն են տալիս, որոնց որ օրինակ այսօր չզեկուցող հարցերի շրջանակում նույն տրամաբանությամբ էլ էս հարցն էր, որ երբ որ 400 միլիոն դրամից ավել շինարարության երկարաձգման համար գումարը կրճատում են, ինչքան են ակնկալում, որ պակաս գումար է գալու, ու դրա փոխարեն ինչքան մանկապարտեզներ, որ օրինակի համար չի կառուցվում կամ թերակատարվում է, որի մասին խոսում եմ ոչ միայն ես, այլ նաև իմ հավատարիմ հետևորդների TikTok-ի, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե կասկածած մանկապարտեզները քիչ են վատ սարքվում օրինակի համար։ Իմ հարցին հետևական է լինում օրինակ ձեր ԿՊ-ի համար 2 Վահագն Ալեքսանյանը, ում նաև այսօր հենց հիմա հրապարակայնորեն կոչ եմ անում, որ մեղադրում ասում է ճկուտով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկինների շինարարություններն արեք։ Բա ԿՊ-ի ավականներ ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապ ունի հեն անի։ Հիմա չեմ կարող բան չանել, հիմա շարունակությունն ասեմ, այս նույն գումարները, որ պակաս հավաքագրվում ու Վահագն Ալեքսանյանի մոտ օրինակի համար հարց չի առաջանում, որպեսզի ինքը օրինակի համար իմ հետևորդը լիներ ու տեսներ, որ Թումանյան փողոցի ասֆալտը Արցախ շին բարեկարգման պետը ստեղ չէր, որ ասեր, ում հետ կապ ունի, ինչ ունի, ամենալավ նախկինի հետ, որ ասել եմ օրինակի համար այդ ընկերությունը ինչի է վատ արել։ Կամ օրինակի համար Կառե ընկերությանը, թե կարող անունը սխալ ասեմ, Գասպարեն Վովայի հետ է մամուլի մեջ կապվում։ Կամ օրինակի համար Պրոսպեկտ, ԱԲԲ-ն հենց Թումանյաններ, եթե չգիտեք, ուրեմն ձեն մի անեք, ընդհանրապես տեղից չխանգարեք։ Եթե վատ անում, գնացեք բռնեք, ով ուզում ալի հեն անիցեք։ Ես անդրադարձել եմ, իսկ դուք չեք անդրադարձել։